Բարի լույս սիրելիներս, խոսենք կեղծավորության մասին։ Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից, իրենց սերերով եւ խարդախությամբ մասնակից է լինում սիրո ճաշին, անպատկառորեն իրենց պարարտացնելու համար։ Սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփռում թափում են իրենց սեփական ամոթը, մոլոր աստղեր, որոնց համար է պատրաստված հավիտենական խավարի վիհը։ Գիտեք սիրելիներ, անցյալում քրիստոնյաները մի սիրո ճաշեր, ագապեներ էին կազմակերպում եւ ամեն ինչ հասարակ էր։ Ամեն մեկը իր բաժինը բերում էր եւ բոլորը միասին ճաշում էին եւ սիրո սեղանի շուրջ Աստծո խոսքն են խոսում։ Բայց կամաց կեղծիկն ու սուտը մտավ մարդկանց մեջ եւ մարդիկ սկսեցին կեղծ բարեգործություններ կազմակերպել, որպեսզի դրամ շահեն եւ հարստանան։ Այսինքն այս մարդիկ Աստծո խոսք օգտագործեցին հարստահարելու եւ հարստանալու համար, իրենց պարարտացնելու համար։ Եվ այստեղ Հուդա առաքյալը բնությունից 4 օրինակ է վերում, թե այս կեղծ եւ սուտ մարդիկ ինչերի են նման։ Առաջինն ասում է հողմակոծ անջուր ամպեր են։ Ամպը շատ լավ բան է երկրի համար, որովհետև նրա թափած ջուրը երկրի օգտակարության համար է։ Բայց այս մարդիկ իրենց մեջ բարիք չունեին, քանի որ չէին խոսում ճշմարտությունը։ Իրենց ամպերը չէին անձրևում եւ իրեն նշանակում էր միայն կեղծիքի մեջ էին։ Երկրորդ ասում է անպտուղ ծառեր էին։ Ծառը, երբ որ անպտուղ է, Աստծո գիտությամբ զարդարված չէ, ինչքան էլ ինքը գեղեցիկ տերևներ ունի, մարդկանց փրկության համար օգտակար չէ։ Երրորդ ասում է, որ նրանք փրփրացող ալիքների պես էին։ Գիտեք, երբ որ ծովը փրփռում է, իր հատակում ինչ որ կա հավաքված կեղտը հանում ու ափ է նետում։ Այնպես էլ այս մարդիկ փրփռում էին, միայն բարձր ձայներ էին հանում եւ իրենց ամոթ, իրենց կեղտը հանում թափում է մարդկանց երեսին եւ դրանով ոչ ոքի չէին օգնում։ Եվ վերջապես ասում է, որ նրանք մոլոր աստղեր էին։ Աստղերը գիտեք ինչի համար էին, հնում մարդիկ ճանապարհորդում են աստղերին նայելով։ Կան աստղեր, որ հաստատուն են, կան աստղեր, որ շարժում են եւ կան աստղեր, որ արեգակի շուրջ են հավաքված։ Առաքյալն ուզում է ասել, դուք հետևեք այն մարդկանց, ովքեր հաստատուն են եւ Քրիստոսի սիրո ճշմարտությամբ են լուսավորվում։ Եթե ոչ, մենք հավիտենական վախճանին պիտի մոտենանք։ Տեսեք ինչքան կարևոր օրինակներ է մեր կյանքի մեջ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, ով Հիսուսին ճանաչում է եւ Հիսուսի անունից խոսում է, բայց այս 4 հանդիմանությունները կա իր մեջ, նշանակում այս մարդկանց նպատակը ոչ թե մարդկանց դեպի փրկություն առաջնորդելն է, այլ կեղծավորությամբ այդ մարդկանց դրամները հավաքել, այդ մարդկանց նախանձով կորստյան մատնել եւ հեռացնել ճշմարտությունից։